Շնորհակալություն։ Դադիկ ջան, ծնունդը շնորհավոր։ Ցանկանում եմ, որ ունենաս երկար տարիների կյանք եւ ինչքան նպատակ, որ ունես, իրականանա այս տարի։ Եվ ուզում եմ քո բանաստեղծություններից, քարյակներից մեկ ասել. Մխիթարիր խռով հոգիս այս գիշեր, հշտերիս մեջ ես մենակ եմ այս գիշեր, մարդու մեջ մարդ, սիրո մեջ սեր չմնաց, մխիթարիր խփված հոգիս այս գիշեր։ Շնորհակալություն Անիշկան, ապրես։ Սիրելի հայեր, այսօր իմ ծննդյան օրն է, շնորհակալություն բոլոր զանգերի, ուղերձների համար։ Ես գտնվում եմ մեր ախալքալակի այս չքնաղ մանկական այգում եւ այնտեղից ուզում եմ զրուցել բոլորիդ հետ։ Ես կմաղթեմ աշխարհին խաղաղություն։ Խաղաղություն, նորից խաղաղություն։ Ողջ մարդկությանը եւ իմ հայ ազգին։ Սերը ինձ համար դա Քրիստոսն է։ Առանց Քրիստոսի մենք ոչինչ անել չենք կարող։ Հայր Աստվածն է, Սուրբ Հոգին է, Քրիստոսն է, Տիրամայրն է եւ երկնքի ու երկրի բոլոր սրբերն են։ Այո, շատ է սիրված գրի եթերի եւ իմ պոեզիան, գաղտնիքը որն է, գաղտնիքը գալիս է վերևից Աստծուց։ Ուզում եմ ձեզ համար մի քանի բան ասմունքել ու նաեւ ասել, որ այս տարի մենք մեր ծրագրերի մեջ եմ մտած, որ պետք է դիմավորեն գրի եթերական պոեզիայի 12-րդ տարին եւ տուն թանգարանը պատրաստվում է այդ գեղեցիկ օրվան։ Իմ ծննդյան օրը երկինքն ու երկիրը իրար սիրո խոսքեր էին շշնջում։ Երկինքը արփել էր, երկիրը սիրուց գժվել։ Սիրո եւ երկի Աստվածուհին ավետեց իմ ծնունդը։ Իմ ծննդյան օրը անձրևը համբյուրեց ծառ ու ծաղիկներին։ Երկինքը երկունքի մեջ էր, գետինը դարձել էր օրորոց։ Մայրս սպիտակ հրեշտակի էր նման։ Նոր եմ գրել այս քարյակը։ Մեկը լիներ ինձ հասկանար, ինչը թողներ իմ կես ճամփին, երկիս այգու բերքը առներ ու չթողներ ագրավներին, մեկը լիներ խենդ երկերս փորագրեր դարի սրտին, մեկը լիներ թաքուն միշտգար, վարդեր շախտար իմ շիրիմին, եւ հասիրելի հայեր, ձեր կողմից շատ սիրված իմ սիրո մրցանակագրքից, որ այնքան շատ եք սիրում, այս բանաստեղծությունս, մի քիչ սիրելու ժամանակ չեղավ, եւ էլ ուր մնաց իրար փնտրելու, քամու բերած էր, թե քամու տարած, մենք երկու տեսիկ իրարից հեռու, ժամանակը սուր ու ժանգոտ դանակ, մեր սերը մատղեց ունետեց հեռու, մենք երկու թիթեր ճրակից խապված մնացինք մթում իրարից հեռու, էլ ոչ սիրելու ժամանակ եղավ, ոչ էլ մի կարգին իրար խանդելու, ճակատագրի խորհուրդնով գիտի մենք լուսու մութ ենք իրարից հեռու եւ սա, այսօր օրն է իմ ծննդյան առանց քեզ, ինչ եմ անում սեղան, խնջույք առանց քեզ, ուխտ եմ արել ոտքով վանքերը գնալ, վառել մոմեր ու աղոթել առանց քեզ, այսօր պիտի գինի խմեմ առանց քեզ, պիտի արփեմ ու խենթանամ առանց քեզ, հոգուս կաթած սերը տխուր կմխա ու քեզ նորից կհանդիպեմ առանց քեզ, սա ինչ կյանք է, որ կամեցավ Տերը մեզ, որ դեռ այսպես թևաթափ եմ առանց քեզ, ու աչքերիդ մեր ժպիտը իմ հոգում, ես կչվեմ քեզնից հեռու առանց քեզ։ Սիրելի հայեր, ես ուրախ եմ այսօր իմ ծննդյան օրվա համար եւ ծննդյան օրը կշարունակվի ժամը 3-ից հետո գրի եթերի անվան տուն թանգարանում։ Մենք մեր կերպի մեջ միշտ փոփոխական ու մահը չկա։ Մենք մեր դերերից դուրս ուրիշ դեր չունենք ու մահը չկա։ Սիրո խաղեր են, որ վիշտ ու խինդ են մեզ միշտ պարգևում։ Մենք փոփոխվող անձրև ու քամի ու մահը չկա։ Բոլոր ժամանակների մեծամայրն է ու պոեզիայի թակուհին Սիլվա Սիփանուհին, ահա մեծ ընկուրի եթերի գրած խոսքերը իմ մասին։ Աղոթքս առնեմ գնամ, հավատս առնեմ գնամ, էլ ինչ եմ կորցրել ներքևում, վերևս հագնեմ գնամ։ Այսքանը սիրելի հայեր, շնորհակալ եմ ATV12 հեռուստատեսությանը, որ այս գեղեցիկ պահը բարձրացեց եւ կտեղադրի եթերում, մենք մեր ծննդյան օրը կշարունակենք գրի եթերի անվան տուն թանգարանում։ Ըստեսություն համայն մոլորակին իմ հայ ազգին մաղթում եմ խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն։ Ամեն ինչ լինի սիրով ու Աստծո կամքով։